Ողջույն սիրելի հայրենակիցներ, Հայք News լրատվականի հարցազրույցն է եթերում եւ հեռավար կապով ես հարցազրույցի եմ հրավիրել Վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանին։ Բարև ձեզ, պարոն Իսրայելյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, Տիկին Սիմոնյան, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Իսրայելյան, ուզում եմ սկսել շատ կարևոր մի հետևյալ հարցից, այս իշխանությունները չեն դադարում անընդհատ մեղադրել Արցախի հանձնման հարցում հենց արցախցիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ ստիպված է եղել փաստաբան Ռոման Երիցյանը անգամ հանդես գալ հայցադիմումով դատարան է դիմել ընդդեմ 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն առարկայի դասագրքի հեղինակների եւ կրթության, գիտության, մշակույթի նախարարության նախարարին եւ ելի պատասխանատուներին։ Ինչու՞մն է խնդիրը։ Արդեն դասագրքերի մեջ են փաստորեն մտնում պատմական անճշտություններ եւ այն ամենը, ինչ այս իշխանությունը ցանկանում է, որ իր աչքերով տեսնեն մեր ապագա սերունդները, այդ ձևակերպմամբ փաստորեն մենք փաստերը աղավաղված տեսնում ենք նաեւ դասագրքերում։ Եվ ինչն է խնդիրը, փաստաբանը պահանջում է հանել 9-րդ դասարանի դասագրքից այն միտքը, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը ստորագրել է ԼՂՀ լուծարման հրամանագիրը։ Գիտեք, շատ լավ գիտեք, քանիցս լսել ենք այս իշխանության պարագլուխների կողմից, այդ թվում օրինակ Ալեն Սիմոնյանը հաճախ է խոսում այն մասին, դե լուծարել եք, դուք եք մեղավորը, կամ մնայք պայքարեիք, պաշտպանեիք ձեր հայրենիքը։ Որպես արցախցի, ես խնդրում եմ հիմա խոսենք այդ մասին, մինչև ուր կարող է այս մեղադրանքները շարունակվել եւ իրականությունը ինչ է եղել, փոքր ինչ ներկայացրեք, խնդրեմ։ Նայեք, հարցը շատ կարևոր հարց է այսօրվա արցախցիների հետ կապված կամ Արցախի հարցի հիմնախնդրի հետ կապված։ Ես կասեմ սենց երկու ձևաչափով։ Ուրեմն սա միտեղից ծագում է այդ հարցը, որ մենք միջև օրս էլ ներկա իշխանության ներկայացուցիչներ Արցախի լուռ են, չեն խոսել, չեն բացահայտել ահագին կարևորություն ունեցող հարցերի պատասխաններ, որի օրոք սրանք չառիթավորվեին ու շարունակական այդ ձևաչափով մեղադրանքը փորձել կամ ժողովրդին բանանեն բրդեն կամ ներկա իշխանությունը։ Մենք բոլորս գիտենք Արցախի հանձնումը, որ եղել է պետական մակարդակով իրականացված, համաձայնացված Ադրբեջանի, թուրքերի հետ։ Դա եղել է պետական մակարդակով դավաճանություն, դա եղել է պետական մակարդակով իրականացում Արցախի հանձնմանը։ Ու ստեղ այդ ստորագրության հետ կապված, որ հիմի մեջբերումներ են բերում, որ դուք եք ստորագրել, չեք բանարել, այս մեկ է մյուսը, ես մի քիչ հետ կգնամ այն 44 օրյա պատերազմի ժամանակ, որ այդ նույն մարդը նոյեմբերի 9-ի ստորագրությունը որ դրել է, մենք կարանք այդ հարցը հղենք իրան, դու խի ես դրել այդ ստորագրությունը, դու այն ժամանակ մեր բոլորին, թե արցախայությանը, թե հանուն հայությանը կոչ է իրանում, որ պիտի կռվենք մինչև վերջ, պիտի ջարդենք ադրբեջանցիներին, պիտի մենք ամեն ինչ անենք, որ Արցախը հայկական մնա, որովհետև Արցախը հայկական է, Արցախի ժողովրդի իրավունքները պիտի պաշտպանվի, այս մեկ է մյուս։ Խի ես դրել այդ ստորագրությունը, բեր այդ ստորագրություն դրած բանից է ուժը ծնվել մնացած դժվարությունները, բարդությունները, հիմի վերջի օրերին արդեն հանձնման, արդեն որ Արցախը համ վաճառել են, համ դավաճանել են, եկած տեղ մեղավորներ են ման գալիս իրենց կերպարը փրկելու համար, իրենց դավաճանությունը արդարացնելու համար։ Դա չիրականացնող բան է, բայց այն ինչ որ արագ ընթացքում մցրել են արդեն դպրոցի խոսքի 9-րդ դասարանի պատմության մեջ, որ Արցախի հանձնումը այս մեկ է մյուս ստորագրել են արցախցիներն են հանձնել այս մեկ է մյուսը, ես ձեզ ասեմ կա իրականություն, որ ժամանակի ընթացքում այդ իրականությունը ինքը արդարանալու է ու դա սաղ բոլորը վերականգնվելու է։ Սրանց կողմից բոլոր գործողությունները ինչ փորձում են կամ անում են, նորից եմ ասում, իրանք մտավախությունից են անում դա։ Իրանք վրազում են այդ իրենց ամեն կերպ սկսած այդ խաղաղության թեզը, որ այսօրվա իրավիճակում հանրության մեջ
վերցրած դրոշակ սարքած վազվզում են, որ խաղաղություն չկա, մենք էլի գտնում ենք պատերազմի մեջ, մենք էլի գտնում ենք մեծ բաների, որ ասում եմ, աղետի առաջ ենք կայնելու, եթե սենց շարունակենք, նույնն էլ էս։ Հիմի էս էջը Արցախի էջը փորձելով փակելով, իրենք այդ ձևակերպով փորձում են արդեն հիմնավորած իրաց ձևակերպով հիմնավորած ձևով ժողովրդի մեջ կամ բաներ աշակերտների կամ պատմության գրքի մեջ այդ ձևակերպումով բան անեն հիմնավորեն Արցախի հանձնումը, բայց նորից եմ ասում, Արցախի հանձնումը եղել է ներկա իշխանության մատուցած ձևակերպով, եղել է դա արդեն 44 օրյա պատերազմի ընթացքում երևացող, որ ուր է գնում այս ամեն ինչը ու ինչ է մեզ սպասվում, ու բոլորս գիտակցող, հասարակությունը գիտակցող մասան, բոլորն էլ գիտեն, որ դա եղել է իրենց ձեռքով, իրենց մատուցած բանով։ Ես կարճ բան կանեմ, որովհետև դեղ դատական process-ների մանրամասները չտեղյակ չեմ, դեղ մասնագիտական արդեն մոմենտները արդեն պիտի աշխատի, որ դա խոսքի հիմնավորած կարողանան բան անեն, այդ հարցին, այդ կամ էլ այդ նմանատիպ որոշմանը հակասեն կամ չեզոքացնեն։ Ես գիտեմ, թե եթե այս հիմիկվա կարգավիճակում դա չստացվի էլ, ներկա իշխանությունը անվերջ չի լինելու, կգա ժամանակ բոլորը այդ հարցերի բաց թողումները բանը սաղ բան անելու, բացվելու է, բայց ես նորից եմ ասում, ստեղ մենք էլի մեր բաց թողումների հիման վրա են սրանք արեթավորվել, մենք Արցախից տեղափոխվելով ստեղ թե ղեկավարությունն է, թե մենք ենք հանրությունն է, մենք միասնական պիտի բացահայտեինք բոլոր մանրամասները, բոլոր գործողության process-ները, որովհետև դեռ կա գաղտնի ինչ-որ բաներ, բայց կործանումից հետո ես գիտեմ, թե գաղտնիքս որն է, պիտի համարձակ դուրս գայինք, ասեինք, աշկները կոխեինք, համ դուք ազատվես քո մեջ այդ բաներից, որ մեջը չես պահում, չես թողում, միշտ հետո թողելով, հետո ժամանակը կգա կասենք, հետո ժամանակը կլինի այդ պահը կգա կասենք, այ հետո սրանց այդ հետոն իրենք օգտագործում են մեր դեմ արդեն, մեր նկատմամբ արդեն։ Ստեղ երկու կողմանի սենց բաների ձևաչափով եմ ես այդ հարցի պատասխանը կտայի։ Այո, շատ կարևոր շեշտադրում արեցիք, պարոն Իսրայելյան, այո, Արցախահայությունը անելիք ուներ, փոքր-ինչ ուշացել եք, բայց չեմ կարծում, որ ուշացած է, ավելի քան հիմա շատ այսպես պետք է բավական գործնական քայլեր իրականացվի ճշմարտությունը վեր հանելու համար, որովհետև այս մարդիկ հիմա, քանի որ նախընտրական տրամադրությունների մեջ է ԿՊ-ն, այս իշխանությունը, իրենք ամեն ինչ գլխիվայր են ներկայացնում իշահ իրենց մեկնաբանելով, որպեսզի հերթական անգամ կարողանան վերընտրվել 2026-ին, հետևաբար ամեն մեկն իր տեղում ճշմարտությունը բացահայտելու կարևոր գործ ունի անելու։ Այս պարագայում արցախցիների առաջ է դա կանգնած, եւ ես ձեզ ասեմ, որ դա բոլորովին բարդ չի լինելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ ինքնախոստովանություններով է հանդես գալիս։ Մենք դա լսում ենք թե կառավարության նիստերի ժամանակ, թե խորհրդարանում, իդեպ երեք եւս լսեցինք նման խոստովանություն, հիմա ես ուզում եմ հիշեցնել, երեք տեղի ունեցավ մի համաժողով համապարփակ անվտանգության դիմակայության 2025 թվական, համ միջազգային այդ համաժողովի ժամանակ մի քանի այդ երկակի մտքեր ասաց իրեն բնորոշ ձևով Նիկոլ Փաշինյանը եւ անդրադարձավ նաեւ Արցախի հետ կապված խնդրին, ասելով հետեւյալը, որ ինքը 2022 թվականին հոկտեմբերի 6-ին Պրահայում այո ստորագրել է մի փաստաթղթի տակ եւ տվել է համաձայնությունը Արցախը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին։ Նա դա համարում է կարևոր քայլ, ասում է այդ օրվանից փոխվեց մեր ռազմավարությունը եւ մենք փորձարկում սկսեցինք լեգիտիմությունը դարձնել անվտանգության գործիք եւ այդ գործիքը սկսեց աշխատել, այդ կետից Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը էականորեն փոխվեց։ Այո, ինքը շատ ազնիվ եւ անկեղծորեն ասում է, որ այդ կետից փոխվեց, այդ կետից Արցախը նա հայտարարեց Ադրբեջանի մաս։ Հիմա ձեր ձեռքին կա նրա բազմաթիվ հայտարարությունները եւ ես կխնդրեմ հիմա նրա այս հայտարարությանը եւս դուք արձագանքեք, որպեսզի փաստ առ փաստ իրար կողքի դրվի եւ հստակ ասվի, որ թե ով է իրականում կանգնած Արցախի հանձնման թիկունքում։ Խնդրեմ արձագանքեք նաեւ նրա այս հայտարարությանը։ Նայեք, միջև արձագանքելը նորից խոսքի մենակ այդ
բարերի իմաստը չի կամ այդ ներկայացրած թեզը չի, որ ինքը վերջի ժամանակները արդեն բաց սենց հանրությանը ներկայացնում է, ինչ է ինչոց է։ Այո, Դրա միջև այդ հայտարարություն անելը, ահա ինտեղեր ինքը այդ հայտարարությունը արդեն ուրիշ ձևակերպով է ներկայացրել, որ այո, ես իմ լսելով, իմ որ ասում է հասկանալով, սենց ձևակերպում եմ բանանում, այո, Արցախը ես եմ հանձնել, այո, արցախցիներ ես ձեզ վաճառել եմ, այո, Արցախը ես եմ մատուցել Ադրբեջանին, որովհետև դա պիտի անեի, որ խոսքի Հայաստանը անկախություն կամ Հայաստանը ձեռք բերի, որ ասում է, այդ բանը։ Ինքը իր բարերով, ինքը իրան հակասելով առաջվա իր այն կոչերը, մեկ էլ հիմիկվա կոչերը, այդ մարդու պետք չի բացառիկ ինքը ներկայացնում է ինչ է արել ու ինչի համար է դա արել։ Ու ինքը բերանով ասում է, որ դա ես եմ արել, ի որոշումը ես եմ կայացրել, ես եմ ձեզ, ուզում եք ինձ անվանեք դավաճան, ուզում եք ինձ անվանեք թուր, բայց ես արել եմ ու ես շարունակելու եմ, ասում է, ավելի վտանգավոր բան, ու ես շարունակելու եմ էլի գնալ այդ ուղղությամբ, որովհետև դուք հեղափոխություն չարեցիք, դուք իմ դեմ բան չարեցիք, չհակասեցիք, դուք չդիմադրեցիք, այս մեկը մյուսը, բայց դե կա հասկացողություն պետական մակարդակի ղեկավար ներկայացուցիչը, որ ինքը բառացիորեն ինքը ասում է, որ այդ ձեր առաջ այո նստած է այդ դավաճանը, նստած է այդ մարդը, ով ձեզ ամեն ձևի այդ հարցերի կարևորություն, պատմական նշանակություն ունեցող հարցերում, ես գնացել եմ այս քայլին, ես գնացել եմ այս քայլին ու ինքը համատաբար ասում է ինչի համար։ Հիմա իր այդ ասած խոսքի այդ ձեր մեջբերումը, որ նոր դուք մեջբերեցիք, որ այդ ձևաչափով է ներկայացնում, հա, ստեղ զարմանալի բան չկա։ Ստեղ մենք Արցախը արդեն խոսքի կարող է անցել է երկրորդ պլան, որովհետև Արցախի կործանումից հետո, եթե իրանք մնացել են անպատիժ, հիմի Սյունիքի հարցն է գնում։ Հիմի նայեք, տեսեք ինչեր են անում։ Խորհրդանիշ ունեցող խոսքի Արարատի հետ կապված, խորհրդանիշ ունեցող խոսքի տարբեր խոսքի, թե պատմության, Մեսրոպ Մաշտոցին են հանել բանից, գրքերից խոսքի։ Այս մարդը շարունակում է ինքը այդ թուրքամետ այդ ծրագրերի իրականացմանը։ Ինքը բացառիկ ասում է, ես որ այս իրավիճակում գնացել եմ ու գնալու եմ այս ուղղությամբ, այս ճանապարհով։ Հիմա ստեղ նորից եմ ասում, ստեղ կա այնքան առիթներ, այնքան կարևոր լուրջ առիթներ, որ սա հանրային արձագանք պիտի լինի, հանրային ճնշում պիտի լինի, հանրային ինչ-որ գործողություն պիտի իրականացվի խոչընդոտելու կամ խանգարելու այս բանը, այս իրանց այդ որ ասում է այդ բանը, տեսլակետը կամ մոտեցումները, բայց հանրային բանում որ ինչ որ տեսնում եք, նկատում եք, այսօր անբավարար է խոսքի այս ձևի նմանատիպ ճակատագրային հարցերի որոշման համար բաներով մեկնաբանություններով կամ ինչ որ բաներով բավարարվելը, դա ես գիտեմ թե բան է, то есть չի օգնելու, սա աշխատանք չի, որ մենք իրականացնում ենք։ Մենք ունենք լուրջ հանրային ընկալում հանրության հետ, մենք ունենք լուրջ ընկալում, որովհետև իրանց կողմից, եթե դա հաջողվում է կամ կհաջողվի, բայց մեղքը մեր վրա է։ Մեղքը արդեն ստեղ հանրության վրա է, ժողովրդի վրա է, բայց ժողովուրդը ինքնագլուխ չի կարա այդքան բաները այդ ուղղության վրա աշխատանքներ իրականացնել, դե պիտի կազմակերպիչներ լինեն, դե պիտի պատասխանատվություն լինի, դե պիտի առաջնորդների ինչ որ նոր ծնված առաջնորդների կամ բայց մեկ է այդ խնդիրն էլ ունենք, որովհետև այդ խնդիրը ոչ թե բանը չիրականացող բան է կամ այս հարցերի լուծումները չիրականացնող բան է, այլ մենք այդքանը թողելով ուրիշ հարցերի, ուրիշ բաների կարևորություն եք բանանում։ Խոսքը որ օրինակ բերեք իրար մեջ իրար հետ հարցերի բարձումներ կամ անձնական ինչ-որ հարցերի լուծումների կամ ինչ-որ կարևորացնելով հանրության մեջ մեկի առավելությունը ավելի բարձր, բայց դա հիմիկվա իրավիճակում, հիմիկվա պահում դա խնդրի լուծումը չի, մենք գնում ենք էլի կործանման, մենք գնում ենք էլի ավելի մեծ աղետների մեզ սպասում։ Ստեղ գիտեք ոնց է, այն ինչ կապված է Արցախայության հետ, ես այդ առիթից օգտվելով 1-2 տարվա ընթացքում ստեղ գտնվելու այդ բաստողումները մենք էլ ենք արել, Արցախայությունն էլ է արել։ Մեր այդ շարժումներն է, դիմադրելն է կամ բոլոր գործողության process-ներն է, այնց եւ մարդիկ են ներգրաված եղել, որոնք իրենց վրա համոզված չեն եղել, որ իրենք այն մարդիկ են, որ այդ գործողությունը կտանեն միջև վերջ, որոնք այն մարդիկ են, որոնք դրանք այն մարդիկ են մեծամասնություն եղել, որոնք իրենց վրա վստահ չեն, որոնք այն
Արցախահայ կերպարն են, որ իրանք պատրաստ են դժվարությունների կամ ինչ որ բաների, որ ասում է տարբեր տեղերի ճնշումների կամ այս մեկ ամույսը։ Դրա արդյունքներն են ունեցել եք բացասական, դրա արդյունքներն ունեցել եք հարցերի ոչ բավարար լուծումների։ Այստեղ այ խնդիրը դրա համար է գնում։ Ես հիմի առիթից օգտվելուց նորից կրկնելով այդ խոսքը, հիմիկվա իրավիճակում մենք պիտի աշխատենք, ու ես այդ աշխատանքները արդեն տանում եմ, որ այդ ձևակերպած կամ այդ մարդկանց ներգրավվածությունը արդեն չլինի այդ հարցերի կբարձրաձայնման կամ լուծման համար, որովհետև իրենք ժողովրդին կրկնապատիկ հուսաբանի մեջ են գցել, որ ասում է չի կարելի տենց բաներ արած, չի կարելի այս ձևի կարևոր հարցեր, այս ձևի կարևոր նշանակություն ունեցող ժամանակները մենք ինչ-որ մի գործ անենք, փորձենք ստացվի, չի ստացվի, կամ անենք, չանենք, տենց մոտեցումներ չի կարելի։ Եթե մենք գնում ենք, նորից եմ ասում, միշտ այդ խոսքը կրկնում եմ, եթե մենք այս բոլոր ժամանակահատվածներում են նշանակալից օրերը գնում ենք, եռաբլուր ենք գնում ենք մեր զոհվածների առաջ, խոնարհվում ենք այս մեկը, մյուսը, ես չգիտեմ, այդ խոնարհվելու կա մի քանի ձև, ես գիտեմ, թե խոնարհվելը մի ձև ալնում։ Եթե մենք խոնարհվում ենք, ուրեմն մենք այդ խոնարհվելու ընթացքում մենք անկեղծ ենք խոնարհվում։ Եթե դու խոնարհվում ես զոհվածի առաջ, այն զոհվածը, որ քեզ կյանք հա տվել կամ քեզ հայ լինելու, հայ ապրելու իրավունք հա տվել այն հողի վրա, այսօր եթե իրենք չկան, մենք այս ծանր իրավիճակում ենք, մենք պիտի ինքներս շարունակենք իրենց գործը։ Կամ մի գնացեք եռաբլուր խոնարհվելու, մի գնացեք այս զինվորների առաջ խոնարհվելու, չի կարելի։ Դա համեմատաբար կեղծը կամ էլ անկեղծության բանը խաղ եք խաղում։ Դա ինչ որ ձեր էությունը կամ ձեր կերպարը մի ձևի խոսքի արդարացնելու համար բան եք անում։ Ստեղ պահանջում է վճռական, ստեղ պահանջում է նվիրած, ստեղ պահանջում է անկեղծ պայքար։ Ու բոլոր նմանատիպ պայքարները միշտ ունենում են հաղթանակ։ Ոնց որ պատերազմի դաշտում ալնում, այն մարդը, ով գնում է միջև վերջ, ով մարդը, որ գնում է նվիրաբերում է իրան, ինքը միշտ ունենում է հաղթանակ, այդ դաշտում միշտ ունենում են իրենք հաղթանակ։ Նույնն էլ էսի է, այսի նույն պատերազմն է։ Հիմա մենք այս իրավիճակում մենք շատ լուրջ բաստողումներ ենք անում, սրանց հետո սկսում մեղադրելը, սրանք գիտեք ոնց է, սրանք եթե չեն կարողացել Արցախը հայկական պահել, եթե չեն կարողացել արդարացնել մեր պատմական բոլոր հաղթանակները, եթե չեն կարողացել արդարացնել հերոսների արյուն թափած այն, որ ասում են հողը, մենք սրանցից ինչ ենք սպասում կամ ինչ բաներ ունենք, որ ասում են սրանց հետ կապված։ Մենք պիտի ամեն ինչ անենք, հեռացնենք այս ներկայացուցիչներին իշխանությունից, որ մենք կարանք նորից վերացնվենք, վերականգնվենք ու բոլոր ձեր տված հարցերն է, թե պատմության մեջ կապված է, թե մեղավորների հետ կապված, դա բոլորը ունի լուծումներ, բոլոր հարցերը ունի լուծումներ։ Այդ լուծումները պիտի մենք լուրջ մոտիկանանք այդ լուծումներին, կազմակերպված պիտի մոտիկանանք այդ լուծումներին, ոչ թե պիտի տենանք ովքեր են ներգրաված այդ հարցերի մեջ, ում հետ է քայլում ճանապարհ, ինչ ճանապարհ է գնալու։ Մենք պիտի տենենք ճանապարհը ոչ թե ընթացքում տենանք ուր եք գնում, այլ պիտի սկզբնական իմանանք ուր ենք գնում, ինչի համար եք դա անում։ Այստեղ այդ խնդիրների հետ կապված բաները, այն ինչ իրանց պահվածքը, իր ներկայացնելը բանը, նորից եմ ասում, դա բանի դավաճանության խոսքի ղեկավարի արդարացնելու իրենց բանն է, կերպարն է։ Եթե դավաճանին դու չես պատժում, դավաճանից ծնվում է նոր դավաճաններ։ Եթե դավաճանություն իրականացնողը չի պատժվում, նոր դավաճանությունները բանանելու, ծնվելու նորից, դա չկա տենց բան, չի փոխվելու։ Ու գիտեք, ես մի հատ միտքել է, որ ահագին տեղեր, ահագին շրջապատում խոսելով, շփվելով, ինձ միշտ տարբեր մարդիկ կա, ասում են Աստծո բանով, Աստուծո կպատժի, ես ասում եմ տեղեր, տենց չի։ Բաներ կա, որ պիտի Աստծո աչքի առաջ անես դու։ Մենք պիտի անենք Աստծո աչքի առաջ, ոչ թե թողենք Աստծո որոշման կամ Աստծուց կպատժի կամ չի պատժի, չէ, բա մեր պարտքը, մեր պարտականությունը որտեղ է բանանում։ Դրա համար ստեղ այս կարևոր ժամանակահատվածում ոնց որ ճակատագրային է, նույն էլ վճռական որոշումներ կայացնել պետք է, նույն էլ վճռական պիտի գնաս։ Չեմ ասում, որ ասում է վրեժխնդիրության հետ կապված ինչ որ կոնկրետ վատ իրադարձություններ կամ վատ բան պիտի անես, չէ, վրեժխնդիրությունը դա քո հարցի պատասխանը քո մեջ ստանալու համար է։ Հիմի որ մենք այսօր Արարատի մասին են խոսում կամ բանի Զանգեզուրի մասին են խոսում, Արցախը արդեն ընկել է 2-րդ պլան, դա ի՞նչ է նշանակում։ Մենք այն հարցի
լուծումը եթե ունենայինք, Զանգեզուրի հարց չէր բարձրանա։ այո, Արարատի կամ մնացած հարցերը պատմությունում չենք ունենա ստենց, որ ասում է սրիկա հիմար բաներ գրառումներ կամ էս մեկը մյուս։ Մենք այն հարցի Արցախի լուծման հարցը կամ Արցախի հարցը չփակելու պիտի չթողենք դա որ իրականություն դառնա, որ այդ մյուս հարցերը չծագվի։ այո, Ամեն ինչ ծագվում է մի հարցի թողելով կամ ոչ բավարար կամ ոչ բավարար դիմադրելով կամ պայքար մղելով։ Հիմի այսօրվա իրավիճակում այդ ինչ հարցեր ծագում է նոր-նոր, որ մենք անդրադառնում ենք, ելի ասում ենք, սա ինչ ասեց, եմեկույցը, ես դա ասեմ, դա լինելու է շարունակական։ Եթե նորից մենք սենց լուր լինենք, եթե նորից մենք սենց խոսքի անտարբեր լինենք կամ ոչ բավարար պայքար իրականացնենք։ պարոն Ու Իսրայելյան, այո, ճիշտ եք, ես ուզում եմ մեկ դիտարկում անել, տեսեք, իրենք անընդհատ խոսում են այն մասին Արցախի էջը փակված է, խոսում են այն մասին Ղարաբաղյան շարժումը իրենք չեն շարունակում, այս մարդիկ փակել են, դա միանշանակ է, անընդհատ կրկնել այդ մասին պետք չէ, պետք է հստակ գիտակցել եւ հասկանալ, թե ինչ պետք է անել, որպեսզի իրապես այդ էջը չփակվի, այսինքն չիրականանա այն քաղաքականությունը, որ իրենք են իրականացնում։ Հիմա նաև ասում են, այ մենք Արցախը չենք հանձնել, բայց մենք վերագտել ենք, ամրացրել ենք կամ Հայաստանի անկախությունը։ Տեսեք ինչպես են մեկնաբանում։ Ասում են մենք Արցախ չենք հանձնել, բայց մենք Հայաստանի անկախությունն ենք ամրացրել։ Եվ ոմանց ուղեղներում, հա, այդ մտածողությունը մեղվում է, որ ասում է դե շատ ավելի կարևոր է մեծը փրկել, հա, մայր հայրենիքը փրկել, հա, այս տրամաբանությունն են փորձում մարդկանց մեջ մտցնել, այսինքն ոչ այդ տրամաբանությունը իհարկե չկա, այդ իրենց մտածողությունն է։ Եվ շատ հետաքրքիր մի հանգամանք Փաշինյանը միաժամանակ մեղադրում է արդեն ժողովրդին, ասում է հետևյալ ձևով, ասում է եթե ժողովուրդը դեմ է իմ այս մոտեցումներին, թող դուրս գա հեղափոխություն անի։ Դուք ձեր մտքում էլ որոշակի առումով հղում տվեցիք նրա այդ մտքին, այսինքն ինչ է ստացվում, եթե ժողովուրդը այսօր փողոցներում լցված չէ, չի գտնում կառավարության դուռը կոտրում կամ խորհրդարանի դարպասները չի կոտրում, ուրեմն ինքը եզրահանգում է այսպես. կնշանակի դուք համակարծիք եք իմ քաղաքականության հետ։ Մենք այստեղ ինչ մանիպուլյացիայի հետ գործ ունենք։ Ինքը պարզապես մեղադրում է ժողովրդին, հա, թե ժողովրդին պարզապես օգտագործում է հաստատելու իր ավերիչ քաղաքականությունը։ Այսինքն ժողովրդին դարձնում է մասնակիցը իր հակահայկական քաղաքականության։ Ասում է, եթե դուք դուրս չեք եկել նայեք, հեղափոխության, ուրեմն դուք կողմ եք իմ քաղաքականությանը։ նայեք, եթե իրա մոտ ստացվել է Արցախահայության խոսքի տենց իրա մոտ եմ ասում, էլի ստացվել է Արցախահայության նկատմամբ տենց բաներ ձևաչափ ներկայացնի, որ մնայք կռվեիք, պայքարեիք, բախի եք թողել գնացել, Հա, բայց մեկ է մյուսը, դա դառնում է, որ ինքը պարտությունը կամ այդ բանը բանանում ժողովրդին է, չէ՞, ըհը, նկատի ունի։ Ինքը այդ բարերը հիմի որ օգտագործում է, ինքը վաղվա վտանգները գիտի, վաղվա վտանգների համար է դա արդեն արտահայտում, որ էլ այսօրվա մեջբերումը հետո անի, որ բա ես ձեզ ասեցի, ըհը, խոսքի սենց եմ անում, եթե դուք համաձայն չեք, էլի չի բանալ։ Դոս ինքը ամեն ինչի մեջ մանիպուլյացիաներ իր ձևակերպում են ձեւի անում, դա պրոֆեսիոնալ մաշինիկի մոտեցում է, էլի դա տենց հասարակ մարդու, որ ասում նստես մտածես, դա մաշինիկի մոտեցում է, որից կողքի այն բաները, այն կենտրոնները, որ իրեն ղեկավարում են, իրենով ղեկավարում են, նրանք են իրեն տալիս այդ մտքերը։ Ես ասեմ ձեզ, այդ իր գլխից հելած մտքեր չի։ հմ, Այսօրվա իրավիճակում ինչ իրենք իրականացնում են, դա իրաց փրկության արդարացնելու կամ իրաց փրկության գործողությունն է։ Այստեղ ընդհանրապես խոսք չի գնում ոչ հայ ժողովրդի մասին, ոչ հայ ազգի մասին, ոչ մայր Հայաստանի մասին։ Եթե հաշվի առնելով այդ բարերը խոսքերը, որ ասում է, քո տարածաշրջանի մի մասը հələ գտնվում է Ադրբեջանի դերապետության տակ։ Այդ բարեր, որ օգտագործում ես, դու չես մտածում, որ քեզ ինքդ միանգամից արդեն հակասում ես։ Դու ազատագրած մայր Հայաստան չունես հələ հագին տարածքներ գտնվում է Ադրբեջանի դերապետության տակ։ Այդ առաջինը։ Երկրորդը, խաղաղության իմաստը, խաղաղության բառը, որն է շուշուտ օգտագործում է, խաղաղությունը այդ բառը ինքը փոխարինել է բանով դավաճանության նոր ոճի։ Դա մեկ էլ այդ խաղաղության բառի տակ է ինքը կրկնապատիկ գնում դավաճանության, անունը պրոստը դրած բան խաղաղություն։
То есть ինքը ասելով բան, արդեն որ կրկնապատիկ, որ ասում է 5 անգամ կապիտուլյացիա չի լինում, նույն էս դե 5 անգամ դավաճան չի լինում, հիմի խաղաղության այդ բառը փոխել է խաղաղության բանով, բայց էլի նույն դավաճանությունը ինքը անելու է, որովհետև մենք ականատես ենք ինչ ձևակերպով է դա իրականացվում, բաց թուրքերի հետ միասին համագործակցելով, շփվելով նրանց շահերը, նրանց ամեն ձևի ներկայացրած բաները, հետո եթե լսում եք թուրքական կողմը, նրանք վստահ են խոսում իրանց բաների, իրանց պահանջների լուծման համար, որովհետև ստեղից բան չկա, որ ասում հակասություն չկա, այս մեկը չկա, то есть դիմադրություն չկա, իրանք էլ դրա համար վստահ էլ խոսում են։ Դրա համար էլ իրանք էլ ասում են սահմանում մի հատ կրակոց չկա։ Խոսքի այդ ձևի, այդ բառը փոխարինում են այդ ձևի։ Կրակոց չկա, բայց խի կրակեն։ Եթե դու ամեն ինչ մատուցում ես, եթե դու ամեն ինչ մարդկանց բանջները բանես, բավարարում ես, խի պիտի կրակեն այդ մարդ։ Կրակում են այն ժամանակ, եթե դու հակասում ես, կրակում են այն ժամանակ, եթե դու պայքարում ես։ Բայց եթե դու քո հողի, հայրենիքի, քո ժողովրդի համար չես պայքարում, չես հակասում, չես իներ թշնամու հետ, սա բանի բիզնեսի բան չի, ֆորում չի, այնտեղ որ հաշվի առնելով օգուտ քաշելու կա, ստեղ գտնում է կոնկրետ պետական խոսքի, պետականության մասին է, վտանգի մասին է գնում խոսքի, ժողովրդի ազգի վտանգի մասին է խոսում։ Եթե դու դրա մեջ չես հակասում, եթե դու դրա մեջ չես դիմադրում, եթե դու դրա հետ կապված մի գոնե մի ուղղության վրա չես այն բանանը, որ մարդկանց մեջ ժողովրդի մեջ մի հատ ոգևորություն տաս, դե երկրի ղեկավարը գոնե այս պարագայում կամ այս ուղղության բոլոր ոլորտների, բոլոր ուղղության վրա թուրքական Թուրանի իրականացման ծրագիր է գնում։ Բայց բարերը փոխելով, նորից եմ ասում, այն բարերն է օգտագործում, որ այս խեղճ ժողովուրդը իրոք դա ուզում են լսեն։ Ժողովուրդը չի ուզում է խաղաղ ապրի, ուզում է լավ ապրի, ուզում է մի քիչ վայելի կյանքը։ Այ իրանք այդ բարերը գիտեն ինչ բարեր օգտագործեն, որ մարդկանց դա լսեցնել է տալիս։ Բայց կլինի դա, չլինի դա, այն այդ բարերը ասեց, որ հետո կասի, բայց ես չասեցի, որ խիչի դիմ բան արեցիք։ Էլի նույն այդ սպեկուլյանտ են բանի մաշենիկի բանի ֆորմատի մոտեցումները։ Ստեղ է, բայց մենք ես ինչի համար եմ դրա վրա վստահ ասելով, բան նույն բանը մեր հետ է եղել, արցախցիներից հետ է եղել։ Նույն բանը ընդեղ ասելով, ես չի սպառնում ոչ մի բան, ցեղասպանություն չի լինելու, այս մեկը մյուսը Արցախը հայությունը իրավունք ունի իրենք որոշվելու, Արցախայությունը կմնա դեղ, մեկ այդ հարցերը միջազգային բան, խափելով, վերջում բերեց այն ձևի մատուցեց Թուրքին, Ադրբեջանց։ Թուրքն էլ իրականացրեց այդ գործողությունը։ Հիմի մեկը ցեղասպանություն մատուցողն է եղել, մեկն էլ ցեղասպանություն իրականացնողն է եղել։ Երկուսն էլ երկու կողմից էլ իրանք պատասխանատու են, երկու կողմից էլ իրանք վաղ մտավախություն իրանց մեջ կա, իրանց իրականացրած հանցագործությունների մեջ։ Դրա մեր ամեն ինչ էլ փորձելու են, ամեն ինչ էլ անելու են, որ իրանք այդ իրավիճակից մի ձևի բան անեն, բայց դա չի իրականանալու, չի լինելու, որովհետև դա Ինչպես, այ պարոն ասեմ, Իսահակյան, եթե ասեմ, կարելի է դրա դուք նաև հիմա իրականացում նայ տվեք բանաձևումը, մեր եթերաժամանակը մոտենում է ավարտին, որպես ամփոփում, որովհետև հիմա մենք պետք է ինքնակազմակերպվի մեր ժողովուրդը, Արցախահայությունը, միանշանակ Հայաստանի հասկանալի է։ հայ ժողովուրդը ամբողջությամբ, եւ մենք պետք է հստակ հասկանանք ինչպես ենք այս ամեն ինչի դեմն առնում։ Մենք պետություն ենք կորցնում, մենք ինքնիշխանություն ենք իսկապես կորցնում, մենք մեր ինքնությունն ենք կորցնում, Արարատ լեռան այս պատմությունը բոլորովին պատահականություն չի, հայոց Եթե ցեղասպանության մերժման հստակ գործընթացի հետ մենք գործ ունենք, մենք այս բոլորը պետք է գիտակցենք, պիտի ընդդիմադիր հատվածը, ես կասեի ազգային ազատագրական պայքարի դուրս եկած հայ ժողովրդի այդ հատվածը, որտեվ իրականում հիմա իշխանություն, ընդդիմություն, քաղաքական այս կատեգորիաները չկան, բոլորովին այլ իրավիճակ է մեր երկրում։ Մեր երկրում կա հայապահպանության, պետականության պահպանության խնդիր։ Հիմա այն հատվածը, որը իզորու է այդ պահպանությունն իրականացնելու, պետք է հստակեցնի իր ճանապարհային քարտեզը։ Դուք, չգիտեմ, Արցախի մասով կներկայացնեք, թե ընդհանրապես ինչպես եք դա տեսնում, ամեն համախմբում։ մեկս, ամեն մեկս մեր հնարավորությունը, մեր փայ պատասխանատվությունը պիտի կրենք այս իրավիճակում, այս պատմական ժամանակները։ Ամեն մեկս, ստեղ մեկը մյուսի վրա հույս չպիտի դնի, հույս դնելով մենք իրոք, որ ասում է, էլի դարել ենք զոհ, որովհետև նորից եմ ասում, այս ժամանակահատվածները ունեցել ենք բոլոր առիթները հարցի լուծումները տալու։ Թե դավաճան մարդկանց բան անելու, որ ասում է, պատժելու, թե դավաճանությունը, որ ասում է, բան անելու չենք արել էդի։ Դա բավարար չի, աշխատանքներ չենք իրականացրել։ Բավարարությունը ինչի վրա եմ ասում, այդ համախմբվածությունը, որ ասում եմ ես, համախմբվածությունը ուրեմն դա դժվար բան չի։ Դա
իրականացող բանը, որովհետև մենք մեծամասնությունը տեսնում ենք, որ գնում է կործանման։ Ես ինչի համար Արցախ օրինակ բերեցի, մեկ Արցախայության մեջ դա տեղ ապրելու ժամանակ մենք վերջի ժամանակները հասկացանք, որ մենք խափել բերել են տաներ, տարում են ու գնում են կործանման ու գնացին կործանման, չէ, բայց խափելի բանով։ Հիմա այստեղ քաղաքական դաշնակամ ընդդիմադիր բաներն է, ես գիտեմ, թե միայնակ փրկությունը կամ միայնակ վերածնունդը պիտի լինի վերաձևափոխումներով, նոր դեմքեր, նոր մարդիկ, մարդկանց փոխեն ուրիշ մարդկանցով ու ահագին հանրության մեջ մեկ ունենք ահագին նվիրված, ահագին բան մարդենք, այդ մարդկանց տեղ տան, այդ մարդկանց բան տան, որ ասում եմ, հնարավորություն տան այդ գործողությունները, այդ միասնական բաները իրականացնելու կամ ձևակերպելու համար։ Ես մենակ այդ ձևաչափով եմ տենում, որովհետև ներկա պայմաններում ինչ կա ունենք, ինչ մենք տեսնում ենք, ցավոք սրտի դա սրանց համար, որ միշտ իրանք ասում են նվեր է, իրոք սրանց համար դա նվեր է։ Իրանք նենց այդ բառերը չեն օգտագործում, բայց եթե բոլորը շահագրգռված են սրա հեռացմանը, բոլորը շահագրգռված են ինչ-որ փոփոխություններ մտցնելու, ես գիտեմ, թե եթե շահագրգռված են ու անկեղծ են շահագրգռված, ես գիտեմ, թե դա իրականություն է դառնալու, եթե այմ ասած ներկայացրած ձևով, հա ինչ է եղել, ժամանակի ընթացքում ինչ-որ մարդիկ են դերակատարություն ունեցել, հիմի վերաձևափոխեք ուրիշները թողան, երեքա Սանիքով, բարեկամով, հարևանով, ընկերով, Ընդդիմության փոփոխություն պետք է լինի, ես ճիշտ այո, հասկացա։ այո, էլի թող այդ ընդդիմությունները, մնացածները, բայց այդ համախմբվածությունը, ընդդիմության իրար մեջ համախմբվածությունը ու հասարակությունը դարձնեն մի բռունցք, ես գիտեմ, թե մեր առիթները ունենք, բոլոր հնարավորությունները ունենք, եթե մենք իրոք իրականում թե այն ղեկավար անձիկ են, թե բոլոր ներկայացուցիչներն են, բոլոր հնարավորությունները ունենք արդարացնելու այսօրվա իրավիճակում գոնե այդ ձևաչափով մի հարցի լուծումները ստանալու։ Այս Սարյան, դուք տեսնում եք կոնկրետ նոր քաղաքական ուժի ձևավորում, ուժերի ձևավորում, նորը, տեսնում եք։ Ես փորձեր տեսնում եմ ընդհանուր քաղաքական դաշտում տարբեր, բայց ես այդ բանի մեջ մի քիչ թուլություն եմ տեսնում, որ այդ ուժը չի կարա, չի բավարարի խոսքի այդ վերափոխումների կամ այդ հարցի լուծումների։ Միայնակ խոսքի այն մարդիկ հիմի որ գտնվում են որպես քաղբանտարկյալ բանում անազատության մեջ, այո, կան այդ մարդկանց մեջ անձիկ, որոնց հիման վրա մենք կարանք մեր ազգի մեջ վերածնվենք նորից, ուժեղ համախմբված հանրություն ձևակերպենք ու բոլոր հարցի լուծումները տանք, սրանք մտավախությունը որ իրենց ձերբակալվել են ու դրա համար էլ խոսքի վերջնես թե Սամվել Կարապետյանն, թե Միքայել Սրբազանն, թե Սրբազան, Բագրատ Սրբազան, то есть ով ինչ ուզում է ասի, չասի, այդ մարդիկ արել են այդ քայլը, այդ մարդիկ փորձել են իրենց առաջնային իրենց որ ասում եմ պահվածքով իրենց դերակատարությունով մի ձևի այս իրավիճակները փոխելու կամ ինչ որ ճեղքում մտցնելու համար կամ բաստողումներ, բան չունեմ ասելու, կարող է միտեղ մի քննարկման ժամանակ կամ մեկին էս մեկը իրենք էլ են գիտակցում այդ բաստողումները, այդ բաստողումների հիման վրա են իրենք գտնվում, որ ասում են սրանց էլ առիթ են տվել, որ իրանց էլ ձերբակալել են, բայց իրենց ձերբակալությունը դա անարդար ձերբակալություն է, շինցու ձերբակալություն է, բոլորս էլ գիտեք, նույնն էլ վերցնենք որ Սամվել Կարապետյանը ինքը իր այությունով այն մարդու այու տեսակն է, ես միշտ համատաբար Ռուբեն Վարդանյանի հետ եմ համատել, որովհետև ծանր ժամանակ նմանատիպ մարդ քիչ է լինում, որ այդ ձևի քայլի են գնում։ Գիտեք թե մեզ քիչ ունևոր կամ հարուստ միլիարդ հատեր կամ ունևոր մարդիկ ունեք, շատ շատերը կան, բայց եթե այն մարդիկ դրանցից մեջին ով գնում է տես քայլի կամ ես գիտեմ թե դա բանի հետ ֆինանսական հարցերի հետ կապ չունի, ինքը հայ է, ինքը ցավով է տանում էդի, ինքը այդ ծանր իրավիճակում գալիս իր ժողովրդի իր բանի հանրության կողքին կաղնում է, անտարբեր չեն ու ես գիտեմ թե իրենց ձերբակալության այդ բանով արդեն նկատվում է կստեղծվի ձևավորվի ուժը կամաց տենց իրական գործողություններ էլ է գնում նկատի ունեմ համախմբվածության, որովհետև ձերբակալության մեջ գտնում են տարբեր կողմերի, տարբեր տեղերի մարդիկ, խոսքի բանը եկեղեցական ներկայացուցիչներն է, բիզնեսի ներկայացուցիչներն է, քաղաքացի բանով քաղաքական դաշտի ներկայացուցիչներն են, պատգամավորներ են, ամեն մարդ կա, ես այդ բանի համար մի ժամանակ սենց մեջբերում եմ բերել, հա, որ բոլորին բարտարկել են բացի բժիշկներին,
բժիշկներին էլ երևի թողել են հանրությունը բուժելու համար։ Այս sense ցավալի բան եմ ասում, բայց բոլորին բանտարկել են ընդհանրապես։ Հասկանալի է։ Պարոն Իսրայելյան, ես հասկացա, դուք անպայման այս իրավիճակի դուրս գալու բանաձևը տեսնում եք Ես գիտեմ ու համախմբման կա, մեջ, հա, մի քիչ չեմ հասկանալի է, բարձրաձայնում, մի այո, քիչ չեմ արձագանքում, բայց կլինի, մի հուսանք մտահոգվեք։ սպասենք Այո, զարգացումների։ մեր ազգը, մեր ժողովուրդը մենք լավ ապրելու, հաջող լինելու, հաղթող տեսակը վերականգնելու ենք։ Շնորհակալություն, պարոն Իսրայելյան, ես վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ այսօր այս հեռավար տարբերակով ես հարցազրույցի էի հրավիրել վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանին։ Լավ եղեք, կհանդիպենք